Բարի օր Ժողովուրդ ջան, Գյումրիից ես մի հացիկ գյուղում եմ, եկել եմ հատուկ մեր Կոհարիկին տեսնելու, ստեղ իր արտստուդիան է մեծ, ինքը ես մի անգամ ցույց տվել եմ ձեզի, կավից գործեր կեն է, կերամիկա, ակին մեծ տարածք է ստեղ, մտնինք մի նայենք, ստեղ պետք է եղանի, գիտեմ, սերեն եկավ, բարև ձեզ, կարելի է, ես Կոհարիկի կույրն է, Հասմիկը, Բարև ձեզ, գործի եք, եկել եմ ձեզ նկարեմ, ժողովրդին շատ դուր եկավ ձեր գործերը այն ժամանակ, ես է խոստովեցի, որ կամ մանրամասը ցույց տամ, ժամանակ ունիք պատմեք, Սիրով, ես բարով եք եկել Կոհարի արվեստանոց, ես Կոհարի բանվորական մասն է, արհեստանոցային մասն է, որտեղ գործիքներն են Կոհարի, որը սարկած վառարանն է, որ մեզ համար հերցման վառարանն է, մեծ բան է, մեզ համար ինքը շատ թանկ է, անգին է, հորս պատրաստած ձերով ինքը հատպես վարկա, տարբեր տեղերից տարբեր բաներ հայտայտելով, տարբեր բերել է ու դարձրել է թերծման վառարան, որը շատ երկար տարիներ ծառայել է Կոհարին։ Ստեղ քանի աստիճան կերում։ Մինչև 1050 աստիճան տաքանում էր, բայց հիմա էլ է աշխատում, ուղղակի հիմա այն մյուս վառարանն ենք արդեն օգտագործում, որը կարողացանք ձեռք բերել մեր ծրագրերից մեկի ժամանակ կարողացանք իրենց օգնությամբ ձեռք բերել ես վառարանը։ Արդեն զակոնի վառարան է, սա օրենքներով սարկած, Այս ծրագիր տարբեր ծրագրեր ունի մեջ, տարբեր աստիճանով ինքը տաքանում է, անջատվում է եւ այլն։ Ստեղ քանի աստիճան քան է հասնում։ Մինչև էլի 1050։ Մինչև 1050։ Բայց ավելի տնտեսող վառարան է, էլի տարբերություն ես մյուս սարկածի ստեղ գլազուրի անելու այդ ջնարակը փչելու սարքավորումն է, սպիտակ գլազուրն է, հա։ Այս ջնարակն է, որը բարձր ջերմաստիճանի տակ դառնում է արդեն փայլ, ապակի եւ Բայց այս բանը ինքը ծանր մեդալներ են, չէ՞։ Ինքը թունավոր է շատ ու Կոհարին որ դուք տեսնեք գլազուրի անելու ժամանակ, սպես դիմակներով, հատուկ հագուստով եւ այլն, որ հանկարծ չթունավորվի էլի, որտեղ Բայց ես տեսել եմ այդ գլազուրը կապսեների մեջը սպիտակ գլազուր կենեն։ Տարբեր տեսակի գլազուրներ կան, հա, հիմի որ գնացինք ներս, կտեսնեք թե այդ ինչի Այսինքն պիշիվոյ կա, հա։ Պիշիվոյ գլազուր էլ կա, հա, բայց մենք մերը այս պահին չէ։ Եթե հատուկ պատվերներ ենք ունենում ափսեներ, բաժակների, այդ ժամանակ նոր օգտագործում ենք, բայց հիմա չէ։ Այս այդ սարքավորումներն են, որ էլի հայրս է պատրաստել։ Հայրս է ֆռծնելու բանն է։ Հա։ Այս չարխ լենագանի բարբառով էլի հայրիկիս պատրաստածն է, էլի ինքնաշեն է։ Ստեղ տարբեր ինչ-որ պես Չի պատկեր, ահագին ապահան ունի, սարկավորում բան կա։ Ամենջով ապահոված է, որովհետև գործ անելու համար պետք է գործիք ունենաս, իսկ գործիքները Հələ գիտես ինչ սա Կոհարիկ ջան, հələ ինչ եղա որ որոշեցիր հենց այս բանով զբաղվել էլի։ Ինչպես ես որոշել զբաղվել։ Ինչպես ես որոշել զբաղվել։ Ինչու ես որոշել խեցեգործ դառնալ։ Սկսվել է ամեն ինչը հրեշտակներից ու տարազներից, որոշեց որ պիտի տարազները ներկայացնի խեցեգործ որպես այդպիսին, այսինքն մեր հայկական տարազը պիտի ներկայացնի կավի միջոցով ու առաջին գործը եղել են հրեշտակներն ու տարազները, տարազով տիկնիկները բիզնեսը հիմնվել է 17 թվականին, 15-17 մոտ 10 տարի, 8-10 տարի և
Սկզբում որ ասում էին հորս հետ որոշեցին, ես մտածեցի որ շատ դժվար կլինի ու կարող է նաև չստացվի, որովհետև դժվար իրականում շատ դժվար էր ու ահագին դժվար ճանապարհ է անցել։ Առաջի գործը ինչ է եղել, կա մնացել է, հա, առաջին գործերը ներսում են։ Էս քո գործիքներն են, հա, ստե։ Հա, էս իրա մանուր գործիքներն են, տարբեր բաներ անելու համար։ Ստե զագատով կիկեն։ Ինչով էի զբաղված նոր։ Հիմա ինչ ես անում։ Հիմա հրեշտակ է սարքում։ Հա, հրեշտակ։ Այս Վայցն է, գրտնակներ որոշեցին կանել, երբ մի անգամ ես մորս օգնելու համար որոշեցի ես են սովորական գրտնակով գրտնակ անել, ու տեսա ինչքան դժվար է, ասեցի լավ դուք այս գործիքներ կունենաք, որտեղ իրականում շատ դժվար գործ է։ Այստեղ էս գրտնակը շատ կարևոր է, որ մեջի օդի բաներ չմնա, չէ՞, ուզիրներ։ Դասեր էլ կուտակ ու այո, ինքը աշակերտներ ունի, իր աշակերտները տարբեր բնակավայրերից են գալիս, տարբեր տարիքի երեխեք են, եւ Գյումրիից կան եկող երեխեք, եւ Գյումրիից կան, ու պատկերացրեք Գյումրիից ավելի շատ են գալիս։ Ժողովրդի նորբիսի պարզերնիրիկ վճարովի դասընթացներ են, թե ինքը որպես վճարովի դասընթացներ են, բացի հատուկ կարիքներով երեխեքից, որովհետև այդ երեխեքի հետ ինքը աշխատում է անվճար։ Այդ երեխեքը չեն վճարում իրան, ու ունի հատուկ կարիքներով երեխեք, ովքեր գալիս են, ովքեր հիմի ներսում էլ կտեսնեք իրենց գործերը, ովքեր չէին կարողանում ինչ-որ բան անել ու հիմա արդեն պրոդուկտ են ստացել, նույնիսկ այս վերջերս երեխեքից մեկի աշխատանքը վաճառվեց Ֆրանսիա գնաց։ Բայց շատ լավ է որ բանը։ Թեև վաճառքի հանած չեն այդ գործերը, բայց այդ մեր հյուրը շատ խնդրեց որ ունենա այդ գործը իր հետ տանի։ Տաբլոնով կտրեց։ Ստեղ իր բրենդն է կնիկվում, իր լոգոն է, այս այն, արի եստեղ կնիկով Ավտոպորտրետ, հա, կարել էստեղ, նման է։ Իր ստեղծած լոգոն է։ Դու նկարչական դպրոցման գնացել ես։ Հա, պրոֆեսիոնալ կրթություն է ստացել եւ 2 տարեկանից է նկարում, նկարչական դպրոցել է գնացել, Տիկին Սուսաննա Մկրտչյանի գեղագիտական կենտրոնում է սովորել, այնտեղ ընկեր Գևորգը, ընկեր Լարիսան, ընկեր Սուսաննան իր ուսուցիչներն են եղել, հետո ակադեմիա է ընդունվել շատ բարձր բալերով, այնտեղ ուսանել է այ այս պահին քո ուսուցիչը դասախոսի անունը, նկարչության դասախոսը, բոլորը դասավանդել են, կուրսի ղեկավարը, չէ, բայց քանդակ սովորել է Կոշտոյան Զավենի մոտ, ոչ որպես քանդակի կուրս, այլ ուղղակի սովորել է իր մոտ, վարպետը իրեն շատ բան է սովորել։ Կոշտոյան Զավենն է մեր Գյումրի, вообще մենակ Գյումրիում չի, Հայաստանի լավ բաներից է։ Ու մեր կողմից շատ սիրված ու հարված մարդ է։ Իրա մասին ես հաղորդում անպայման պիտի ես մեր կողպիսոն է գաղթի։ Ավարտել է ակադեմիան, պրոֆեսիոնալ կրթությունը ստացել է, սովորել է նաև խեցեգործություն Իտալիայի հյուպատոսարնիկից արվեստանոցում, հա, Անտոնիոյի մոտ ու հիմա էլ լավ բարեկամներ են իրենք։ Հա, Անտոնիոյի հետ էլ պիտի ինտերվյու ենեմ մեջ այլ։ Գոհարի շատ լավ ինքը գիտի ու շատ սիրում է Գոհարին։ Ստեղ է մի թե ինքը։ Կարծեմ թե ստեղ է, կարծեմ թե։ Հա, նոր տարվանից հետո կազմակերպենք մի հատ կարելի է 3-4 տարի մի հատ բանել էլ, չէ։ Այդպես, ու որոշեց, որ ինքը իր հիմնական ու սեփական բիզնեսը պիտի ունենա, ու հայրս այդ գործում իրան շատ օգնել է։ Մի հատ հարց տամ, եթե բան չեղավ, հետո լսողության հետ խնդրեմը ի սկզբանե կար, թե Ի սկզբանե եղել է ու ծնողները սենց սկզբից իմացել են։ Իսկ այդ դասընթացներին բանին բան չխեցենք ինքը մասնակցել։ Որևէ խնդիր փաստորեն չի եղել։ Ապարատով, հա։ Ապարատով։ Այսինքն ես էլ որ տնեմ նորմալ մարդ դառնա։ Դե բոլորս ենք մենք նորմալ մարդիկ ենք, մեկը մեկ
քիչ ավել, մեկը քիչ պակաս։ Մեկ կողմից գիտես, ես լավ է որ Ամեն լավ բան չեմ չես լսել, իմանում, բայց ես գործենելուց մենակ խանգարել խոսքներ, ամեն բան չեմ իմանում։ Պես ու պես հիմնեցին բիզնեսը։ Тем более հմիգվա վախտերն որ շատ բան պետք չէ լսել, вообще ներվերից կազդել։ Այնտեղ կնայեմ ինչ որ ցուցահանդեսի պես բան ունի, Դեռ մեր աստուդիան է, որը մեր մոտ 2 տարի նայեք այդ փիսոնեգի տակ տեղը նստել է։ Այս տարածքը վերանորոգեցինք ու սարքեցինք հարմարավետ տարած մեր հյուրերի Հա, համար։ այստեղ արդեն սալիդնի բան է, այսինքն այստեղ հա եվրո ռեմոնտ։ Հա, չէ, նայեք, սպասի նայեք, սարքել։ ինչ դիպլոմներ կա այստեղ։ Սա ուղղակի մի մասն է Գոհարի շնորհակալագրերի, դիպլոմների մի մասն է։ Սա ինչ որ արտասահմանյան, էս ինչ է։ Ինչ որ բան է, Այս վիստովքի։ Մաճանենց միջազգային արտ սիմպոզիումների սերտիֆիկատներն են, ամեն տարի Գոհարն է հրավիրվում ու սիրով մասնակցում է Մաճանենց այս սիմպոզիումների։ Էջմիածին։ Ահա։ Տարբեր տեղերում մասնակցում է, շատ ակտիվ մարդ է միջայլոց, շատ Մալադես, շատ լավ է։ Ես ողջուն եմ գտպես բաները։ Ահա, ստեղ էլ արդեն լիարժեք։ Ներկայացված են իր եւ իր աշակերտների աշխատանքները, այս անկյունում աշակերտների աշխատանքներն են եւ ինձ համար շատ սիրելի անկյուն է այս անկյունը, որովհետեւ ստեղ Գոհարի տարիների աշխատանքի արդյունքներ երևում ու հատուկ կարիքներով երեխեքի աշխատանքները այստեղ ինձ համար շատ սիրելի են։ Հայկական այբուբեն։ Այբուբենն է, ստեղ տարբեր հեքիաթներից տարբեր պերսոնաժներ են, կերպարներ են։ Այս օրինակ Մեսրոպ Մաշտոցն է եւ Կորյունը, երեխեն մատենադարան էր գնացել եւ որոշել էր որ իրանց արձանները պիտի սարքի։ Անապան որից է հասես։ Այս նվեր ենք ստացել։ Այս սրանք տարբեր մարդկանցից եկած նվերներ են։ Հա։ Այս օրինակ մեր արտ ստուդիա հաճախած երեխեքից մեկը հետո նվեր էր սարքել իրենց տանը ու ուղարկել էր Գոհարին որպես շնորհակալություն։ Այս Գոհարի սարքածն է։ Այս բազը, հա։ Հա, այս բրցիների համար է։ Նկարներն էլ Գոհարի։ Նկարները Գոհարին են, այս դրաներ աշխատանքներից մի մաս է, մասնագետներն ասում են, որ ինքը շատ լավ ջրաներկի։ Սպասի, ես նայեմ սեմ, հա, ջրաներկի։ Հա։ Ես գիտես ինչ բան ունեմ։ Ես լավ նկարելու տաղանդ կարող եմ ունենալ, բայց ես ճիշտ կճոգեմ տաղանդավոր է, էլի, հա, տեսեք ջրաներկի։ Դե ասեմ, որ իր գործերից մի քանիսը մնացին ջրաներկ գործերից, մի քանիսը մնացին Շուշիի թանգարանում 20 թվին ու նոյեմբերի 9-ից հետո ինքը որոշեց, որ պիտի, այսինքն հորս գաղափարներ, որ այդ էսկիզները, դրանց էսկիզները պիտի դառնան խեցեգործ նկարներ ու այն նկարների շարքը սկսվել է հենց դրանով։ Այս նկարն է շատ լավ է։ Հա, նկարները շատ լավն են, իրայից շատ կսկեմ իրա նկարները։ Որ նկարներն են, բանը։ Այս շարքը, սրանք խեցեգործ նկարներ են, այս սրանք խեցեգործ էնել խեցեգործ նկարներ են, այսինքն նույն տեխնիկայով է արված, սրանք սալիկներ են կավից, վրան նկարը արվում է ու նորից թրծվում է ջնարակից հետո։ Ռելիեֆնի է։ Չէ, կարող ռելիեֆներ են, ռելիեֆնին օրինակ էս մեկն է։ Ահա։ Ու անց է կացվում շրջանակի մեջ։ Այս շարքը սկսվել է 20 թվականի նոյեմբերից հետո։ Ու պիտի ասեմ, որ ահագին սիրված ու պահանջված շարք է։ Հա, շատ սիրուն բաներ են։
Իսկ ես բանը թանկ են այս մեծ բանը։ Սկսվում են 40-50 հազարից, նայած ինչ աշխատանք է Պրոստը վրա։ ես մի հատ ակումբի պես ստեղծված եմ, как раз դիզայնի մոմենտ կա, էլի կարող եմ մտածեմ, այսպես օրինակներ։ Հա, այս բանը շատ այս ռելիեֆ սա սուրճմեդյան թեմայով ափսե, դեկորատիվ ափսե։ Так, լավ նկարները, ցույց էս յուղաներ, Սա յուղաներ գործերից մի քանիսն է։ հա։ Բայց Այս ակվարելը ամենաառաջին գործերից է յուղաներկ, այս սա ամենաառաջին գործերից է, իսկ այն մեկը ամենավերջին գործերից է, այն մեկը։ Բայց սեմ ակվարելը ավելի լավն է։ Բայց ինքը գեղանկարիչ է։ Հա, ես էլ մեր Կապին ցես դուր է եկել շատ։ սա պայման պետք է կադրի մեջ եղնես, չէ՞ չի եղնի որ քեզի չնկարի։ Այս իրա առաջին խեցեգործ տարազներից են։ Ահա, մի այստեղ Բայց ամենահետաքրքիրն է։ այստեղ կարող եք տեսնել, որ գույները, այս օրինակ Արցախի տարազն է, որ գույները դեռ փնտրտուքների մեջ էր ու դեռ չէր կարողանում գտնել ճիշտ գույնը, ճիշտ երանգը եւ այլն, այսինքն տեխնիկապես էր դժվար։ Ու կարող եք տեսնել հիմա այս վերջին գործերից, արդեն ներկերն էլ է ճիշտ գտել, այսինքն դեմքերն էլ է փոխվել, բայց սա Դիշպոլկին ես ցույց տամ, հա։ Սա շատ սիրելի են, այս առաջին գործերն էլ են շատ սիրելի համ ինձ համար։ Ուրեմն ժողովուրդ ջան, ցեզից պես բան ըմսեմ, ես որ փոքր էի, համեն մեր բարեկամներից մեկը պլաստիլինից այսպես բաներ կսարքեր ու լակով կփչեր, ինքը բալերինա բանման։ Ես տեսա շատ դուրս եկավ տունը փորձենել։ Ուրեմն ինչ կուզեմ ասեմ, որ այս դետալները սա առանձին սա ամեն մեկը, այս պատնոսը, ասենք, այս վրայի թիգնոցը, ամեն ինչը առանձին դիք լեպկակ եղնի, չէ՞, հետո բայց թերձելուց օբշի գթերձվի։ Հա, որ իրանք իրար կպնին։ Այստեղ կարող եք տեսնել առանց ջնարակի գործն է էս, հələ ջնարակված չէ, հələ գլազուր չկա վրեն, նայեք ինքը մատվի է, ինքը սպես փայլ չունի վրեն։ Սիգվերջում մի մակրոսյոն կողտում Հա։ Գիտես ինչ կուզեի հարցնել, ներգելը վերջում է արդեն թերձելուց։ Նայեք, ինքը կսարկվի, ինչ որ բան կսարկվի, կթողնի սենյակային ջերմաստիճանում չորանալու։ Գիտեք բան։ Չորանալուց հետո կթերձվի 1050 աստիճանում։ Թերձվելուց հետո կնկարազարդվի, ինչ որ պետք է վրեն իսպես նկարվի, կնկարազարդվի, հետո գլազուր կփչվի վրեն ու հետո նորից կթերձվի, այսինքն ինքը այդ process-ը պետք է անցնի։ Գլազուրն է կթերձվի։ Ու այդ process-ը ամենակիչը հատուկ պատվերների ժամանակ 2 շաբաթ է, բայց ընդհանուր առմամբ մոտ ամիսուկես, 2 ամիս պետք է նկատի ունենան մարդիկ։ Այսինքն կավը մինչև բնական չորնակը դիքա։ Ինչի պետք է այդ կանի նկատի ունենան, եթե հատուկ պատվեր չէ, որովհետև վառարանը մինչև լցվի, այսինքն կան ապրանք պետք է սարկվի, որ լցվի վառարանը, որ մի բանի համար չմիացնենք։ Եթե հատուկ պատվեր է, եթե շատ շտապ է եւ այլն, նոր այդ ժամանակ ասենք այդ մեկի համար կարող է վառարան միացնել։ Բացի վառարանցը մինչև վառարան ինքը բնական չորնալը ակին գտեվի։ Մի հատ թրծվի, նկարազարդվի, նորից պետք է գլազուր ու նորից թրծվի, այսինքն process-ը պետք է անցնի։ Անգելոջիկները։ Տեսակ։ Շատ ունիկալ գործեր են, շատ դուրս կուկա։ Հա, քնկուշիկ։ Տոնածառի սաղ ճյուղերը ասեղ սարկել։ Հա, մի կպատրաստվենք բանի, Big Christmas Market-ի կպատրաստվենք, ստեղ տոնածառները կարող եք տեսնել։ Դիք ինչ է։ Ինքը մեծ Սուրբ Ծննդյան տոնավաճառ է, որն ամեն տարի կկազմակերպվի Երևանում, հա, մի քանի օր պետք է գնանք Երևանում մնանք։ Այս տարբեր տոնածառներ են, այս հատուկ պատվերներ էլ կան սրանց մեջ, որ արդեն տերեր ունեն այս տոնածառները։ Ինչ արժի էսպես մի հատ տոնածառ։ Այս մի տոնածառը նայած բարդության արժի 20-25 հազար։
Նայած ինչ բարդության է։ Մեզ էլ ով են աստե տոնացարի տակ։ Շատ սիրուն գործերը, մանաձ։ Ու իրանք չեն կրկնվի, իրանք ունիկալ են։ Աստեղ էլ արդեն Ստեղ տարազների մասն է արդեն։ լրիվ արդեն արվեստ է, ինչ է սերել։ Ես ինչ այս աղջիկս պես բաներ կենի, նայեք։ Այս տարազների մասն է, տարազները ճշգրիտ տարազներն են, իրենք ներկայացնում են կոմպոզիցիաներ ունի տարազներով, որոնք ներկայացնում են գյուղական կենցաղի տարբեր տարրեր, օրինակ, այստեղ Մուսալերցի ամուսիններ փայտ են կոտորում այստեղ, Մուսալերի Այս կացինը հաթած սարքել է։ Այստեղ օրինակ մշեցի կինը գորգ է գործում ու քնեցրել է երեխային, երեխան այստեղ քնած է, ու նայեք մոտիկից ցույց տակ երևա։ Այս էլ ասմինոգ է, տեսեք։ Այս իրա դեկորատիվ ափսե է, բայց որոշ ռեստորաններ Ամերիկայից պատվիրեցին հենց սուշի դնելու համար։ Հա, Ինքը դրա համար, ինքը որպես դեկորատիվ ափսե, բայց իսկ ես ափսեները ինչ արժենան։ Այս արդեն ավելի թանկ են, սրանք սկսվում են 80-90 հազար ու ավել։ Ստեղ նայեք։ Այս մշկերը հաթած սարքել։ Հաթած Տանձը խնձոր տարբեր շրջանների, տարբեր մարզերի տարազներ։ Կորշինը հələ նայեք, ինչ մանր գործ է։ Մարդս կան ներվ պիտի ունենալ, իսկ կան քանդագի։ Այս Ալմաստ օպերայից այս երկուսը, Ալմաստ օպերայից Ալմաստն է, այսա Ալմաստն է, եւ Աշուղը ըստ Մարտիրոս Սարյանի էսքիզների։ Այս շատ լավ ավտոպորտրետ է։ Էդ էլ է իր գործը։ Տեսա։ Լավ է գրաֆիկան։ Շատ սիրուն է, շատ։ Այստեղ տարբեր Հայաստան, տարբեր մեծ հայքի, տարբեր նահանգների բնակիչներն են, Վան, Արցախ, տարբեր տեղերից, մեծ հայք, փոքր հայք։ Մի հատ բանակ է ոբշե, սա։ Շատ սիրուն է։ Այս է զորնագիները։ Այստեղ թզբեն տեսակ, չտեսակ։ Թզբեի կարերն էլ է սատացակի։ Չէ, այս մեկը չէ։ Բանը հիշեց, են փոքր վախտերս Այս խոտերջուրցի տղամարդ է, խոտերջուրից է այս մարդը։ Պոլշական ջուր։ Այս մեկը ինքն է, կներեք, այս մեկը ինքն է սարքել, իրա սարկած թզբեն է։ Պես մանր Ես քիշեմ փոքր վախտերս պոլշական պես կարդոնի ժուրնալներ կար, մալի մոդելի աշկ կոչվեր, կտրելու։ Ու սաղ դետալները հաթա թղթից, պտսպես, բաներ, են ավտոյի սկորոստի ռուշկից բրնած, սաղ առանձիներ են են։ Շատ լավ է։ Այս սյունեցի կին է, բուրդ է կզում, սյունիկից է։ Բրտի թելերն էլ են հաթա, չէ։ Հաթա դարած է, հա։ Այս ոչխար խուզելու պրոցեսն է, օրինակ, այսա։ Ու այս կոմպոզիցիան միշտ չի ամբողջանում։ Ստեղ խոթունձի տեսարան է, կինը ջուր է բերել ամուսնուն։ Այնտեղ համշենի մայր ու տղա խաղող են հավաքում, համշենի տարազն է, ավելի ճիշտ փոքր հայքի, բարձր հայքի։ Չէ, շատ լավ է, իսկական Պրայզվիդենի իսկուստվա որքսեմ։ Պիտի ասեմ, որ Գոհարը Հայաստանի ժողովրդական վարպետ է խեցեգործության ոլորտում, 23 թվականին իրան շնորհվեց այդ տիտղոսը։ Մի օֆիցիալնի պես տիտղոս կա։ Կոչում է վարպետներին, տալիս են այդ կոչումը, հանձնաժողովն է որոշում, ու 23 թվականի խեցեգործության ոլորտում Գոհարը դարձավ Հայաստանի ժողովրդական վարպետ։ Ու պես։ Ես էլ իրա ջրերն ընկած պես
հետաքրքիր ինչ որ բաների մեջ եմ էլի անընդհատ Քեզ էլ է հետաքրքիր, հա, շատ հետաքրքիր է, ես սկսել եմ իր օգնությամբ ու իր շնորհիվ տարազ ուսումնասիրել, սկսել եմ քիչ թե շատ ինչ որ բաներ հասկանալ, ուզեմ թե չուզեմ պետք է կավի տեխնոլոգիան, այս ամենքի տեխնոլոգիան գիտենամ, որովհետև որոշակի հարցերում դրսի հետ կապված այդ բանակցություններ եւ այլն, այդ պետք է վարեմ։ Մի խոսքով, պես հետաքրքիր է, գարի հետ շատ հետաքրքիր է։ Եղավ ժողովուրդ ջան, այսպես երկու քուրեն, երկուսն են մի բոյի, հա։ Երեք քուրեն։ Երեք քուրեն, երրորդ քուրիկը հմիստեղ չէ։ Ստեղ չէ, մեծն է, թե։ Չէ, մեջտեղն է։ Մեջտեղ։ Ինքը ինչով կզբաղվի։ Ինքը ստոմատոլոգ է։ Դու էլ ես բժիշկ, չէ։ Ես էլ եմ բժիշկ, հա։ Եղավ, քեզի ամեն լավ բան կցանկանանք, ջան։ Շատ շնորհքով, ճաշակով, հա։ Հաջողություն քեզի։ Чем հայրեն բան կյանիմ էլի խեղճնամ գցին տворческих успехов, հա։ Շատ հաջողություններ եմ աղթում։ Առողջություն, հաջողություն, հա, միշտ մեզի ուրախացնես։ Բարով եք եկել, ապրիք, Հա, մերսի շատ։ շատ շնորհակալ եմ։ Լավ եք։